Նորուզ ինքը իրենից թարգմանաբար նշանակում է որպես նոր օր եւ բնականաբար նոր օրը եւ նոր տոնը սկսում են որպես տարվա սկիզբը Նորուզը որ իր առաջի օրը Ֆարվարդին պարսկական Ֆարվարդին ամսվա առաջի օրվանից է սկսվում բնականաբար որպես նոր տարի ինչպես որ բոլորս ենք նշում նոր տարին բոլոր ազգերի մոտ կա նոր տարվա տոնը նույն ձևի իրանցիները տոնում են Նովրուզը որպես նոր տարի եւ որպես խորհրդանիշ ինչպես որ մենք կամ շատ ազգերը քրիստոնյաներս որպես նոր տարվա խորհրդանիշ զարդարում ենք տոնածառը բնականաբար ովքեր որ Նովրուզը ընդունում են որպես նոր տարի այս բոլոր առարկաները որ դուք տեսնում եք սեղանի վրա ձևավորված են իրենք էլ իրենց տանը սեղանի վրա կամ ասենք ինչ որ միտեղ հարմարեցնում եւ որպես նոր տարվա եւ իրենց նոր օրը կամ նոր տարին սկսելու խորհրդանիշ արդեն իրանք ընդունում են եւ եթե դուք նկատում եք այստեղ ինչը որ այստեղ դրված է իհարկե հիմնականում պարսկերեն լեզվով սա եթե անվանենք իսկական պարսկական Նովրուզի խորհրդանիշը մենք աշխատել ենք որպես մեր ռեստորանում ունենանք մի հատ սիմվոլ նման իրենց խորհրդանշին հարգելով իրենց նոր տարուն հիմնականում կազմել ենք այն բաները որ բնությունն է մեզ ապացուցում այսինքն բնությունն է ցույց տալիս այստեղ տեսնում եք սոմախը որ մենք շատ հաճախ օգտվում ենք ճաշերի մեջ կոպեկ դրամը որ դա խորհրդանշում է այն բանը որ այսինքն տարին առատ լինի գումարային եւ ֆինանսապես սա ներկա ձուը խնձոր քացախ սխտոր փշատ կենթանի ձուկ բնականա ծլած կամ ասենք ածիկի նման սարքված ծորենը եւ հաֆեզի գիրքը եւ սա սմբուլ հենց ծաղիկն է Եվ ես կարող եմ ասեմ իրենց լեզվով, պարսկերեն լեզվով այս ամբողջին ընդհանրապես իրենք ասում են հավցին։ Հավցինը թարգմանաբար էլի նշանակում է 7 ասենք առարկաներ, որ սկսում են ս տառով, որը սումախն է, ասենք պարսկերեն լեզվով սումախն է, կոպեկադրամն է, խնձորն է, այս կանաչին է, ծաղիկն է, քացախն է, սխտորն է եւ փշատը Բնականաբար եթե որ հաշվենք 7 հատից ավել կարող է 8 կամ 9 հատ ինչ որ բաներ լինի, բայց ընդհանրապես 7 հատը անպատճառ պետք է սեղանին ներկա լինի։ Իրանցիները համարելով Հայաստանին իրենց թե կրոնական Բնականաբար գիտեք այս վերջի տարիներին ինչու՞ չէ ինչը որ դուք նշեցիք շատ մեծ ազդեցություն ունեցավ իրանցիների հոսքը դեպի Հայաստան, բայց ես կարող եմ ասեմ հիմնական խնդիրը Իրանում տնտեսական ճգնաժամի պատճառով դոլար եւ թումանը որ իրանական դրամն է հարաբերությունների բարձրացումը եւ իրանց գումարի անկումը կարողացավ բավականին մեծ դեր ունենա իրանցիների զբոսաշրջիկ մասի զբոսնելու պատճառը քչանալու հետ կապված բայց հիմնականում ինչը որ դուք նշեցիք այո մենք հաճախ այդ բաները որպես բողոք լսում ենք իրանցիների կողմից եւ ես կարծում եմ հիմնականում
նկատի առնելով որ յուրաքանչյուր երկիր կարիք ունի իր երկրի մեջ զարգացնի туриզմը եւ ես կարծում եմ այս հարցով մի փոքր մեր туриզմի նախարարությունը եթե այդպես ասենք վարչությունը այո պետք է ավելի շատ զգոն լինի այդ հարցերի շուրջ գիտեք ինձ թվում է թե Հայաստանում այդ туриզմի վարչությունը ավելի շուտ երևի իրեն թվում է թե туриզմը մենակ պետք է եվրոպական կամ ամերիկյան երկրներից կամ ասենք Չինաստանի, Ճապոնիա, չգիտեմ այդ երկրներից ճիշտ ոնց որ Իրանից եկող տուրիստներին որպես տուրիստ չեն ընդունում մեր երկրի մեջ դրա համար երևի կարող եմ ասեմ իրենց խնդիրներին երբեք այդքան հասնող որևէ կարող եմ ասեմ անհատ կամ մարդ չկա իրենց ընդհանրապես նկատի չեն առնում ասենք եթե բացի թե իրենց բողոքները մի բան հասնի թե իրենց դեսպանատունը իրանական դեսպանատունը որ ընդեղից արդեն հետևողական լինեն եթե ոչ այո բողոքներ շատ կան տաքսիստները կամ ասենք երթևեկությունը կամ խանութները շատ մեծ ազդեցություն են ունենում տուրիստի եւ ասենք զբոսաշրջիկի ավելի շուտ այդ երկիրը չհավանելու հետ կապված։ Ես եթե որպես այս տարածքի ղեկավար եթե ուզենեմ մի անգամվա համար յուրաքանչյուր հաճախորդին մի անգամվա համար եւ դա էլ առաջի անգամվա համար այնպեսի թանկ ձևի իրեն դիմավորեմ այդ հաճախորդը հաստատ երկրորդ անգամ չի գա։ Ես կարող եմ ասեմ ամեն տարի որպես Նովրուզ եթե իրանցիներ են գալիս Հայաստան դրանց 80% կամ կարող եմ ասեմ 90%-ով նորեկներ են այսինքն առաջի անգամվա համար են գալիս եւ կարող եմ ասեմ ամեն տարի անցյալ տարվա գալացողները երկրորդ անգամ չեն գալիս կամ աշխատում են երկրորդ, երրորդ անգամը չկան, այլ թե չորրորդ անգամը մի քանի տարի անցնի եւ մտածելով թե միգուցե նախորդ տարվա խնդիրները իրենց մոտ լուծված լինի։ Ես շատ եմ շփվում տուրիստների հետ, իրենց դժվարությունները իրանք շատ հանգիստ ձևի բացատրում են, բայց ում հետ որ խոսում ենք մեր երկրում, ում հետ պատասխանատուների հետ խոսում ենք ինքը որևէ արձագանք, իրանք այսինքն որևէ արձագանք այդ հարցերին չեն տալիս։ Դե պատճառը ինչա ես չեմ կարող ասել։ Եթե այդ խնդիրները ընդհանրապես լուծվի, ես կարող եմ ասեմ ոչ թե միակ Նովրուզին, ընդհանրապես տարվա բոլոր եղանակներին, եթե Հայաստանում ստեղծվի այն պայմանները, այդ հարցերի վերացնելը, ինձ թվում է թե տարվա բոլոր եղանակներին մենք կունենանք բավականին մեծ քանակի Իրանից եկող տուրիստներ, բայց մեկը մյուսին փոխանցելով նման խնդիրները դա պատճառը դառնում որ մյուս տուրիստները կամ մյուս մարդիկ անգամ իրենց բիզնեսը տեղափոխելու համար Հայաստանում հրաժարվեն Հայաստան գալուց։ Այսինքն Հայաստանը հայտնվում է հարևանների Իհարկե որովհետև գիտեք եկեք ես մի բան ձեզ ասեմ տարիներ առաջ լինելով տարբեր համերգներ թեկուզ մենք ամեն տարի նախկինում ունեցել ենք թե ամռանը եւ թե Նովրուզին ամերիկյան կամ այլ երկրների երկիչների ներկայությունը Հայաստանում եւ համերգներ կազմակերպելով բայց հիմա արդեն այս վերջի 3 տարվա ընթացքում ես կարող եմ ասեմ ամռանը մենք էլ համերգներ չենք ունենում գիտեք դա էլ է պատճառը բայց Հայաստանում գտնվող դահլիճները, որ այնտեղ կարելի է համերգներ կազմակերպել, դրանց գների բավականին բարձր լինելը ձեռնտու չի համերգների կազմակերպիչների համար։ Եվ նման միջոցառումները, անկախ դրանից, որ կլինի համերգ թե այլ միջոցառումներ, պատճառ է դառնում, որ իրանցի զբոսաշրջիկները Հայաստան գան։ Ես կուզեմ մեր պետական մարմիններից, որ շատ լուրջ ուշադրություն դարձնեն այն հանգամանքներին, որ խթան են հանդիսանում մեր երկրի զբոսաշրջիկությունը զարգացնեն նամանավանդ իրանցիների։ Շատերը մտածում են, թե իրանցիները լավ տուրիստներ չեն, բայց թողեք մի քանի անգամ փորձելով լավ առիթներ ստեղծվի, դուք տեսեք բավականին մենք արդյունքներ կստանանք ոչ թե միայն ես իմ պահով եմ ասում ես մտածում եմ բոլոր այն մարդիկ որ որպես տուրիստ իրանք տեսնում են կամ իրանցի կամ ոչ իրանցի ժողովրդին իրենք այդ արդյունքը կտեսնեն Վերջին տարիներին քանի ընկեր եք ունեցել որը Իրանից եկել է այստեղ փորձել է բիզնես դնել եւ ինչ ցուցանիշներ եք դուք տեսնում օրինակ ինչքան են նվազել ինչքան է ավելացել եթե ավելացել
Եթե որ ուզենանք հաշվենք վերջի տարիներին ոչ մի ընկեր ես չեմ ունեցել, այսինքն վերջի տարիներ ասելով վերջի 2-3 տարիների ընթացքում ավելի շատ քիչ մարդիկ են հետաքրքրվել, ոչ թե չեն եկել, այլ թե միայն թե հետաքրքրվել են, որ ինչ բիզնես են կարող Հայաստանում կատարել, բայց ցավոք սրտի կարող եմ ասեմ, այդ 2 տարիների ընթացքում ես երևի 5-6 հոգի ասենք թե կամ ճանաչում եմ եւ թե որպես ընկեր եւ հաստատ կարող եմ ասեմ 2-ից 3 հոգին որպես հարազատ ընկերներ լքել են Հայաստանը չհաջողվելով։ Գիտեք, Հայաստանի ընդհանրապես շուկան փոքր է որոշ բիզնեսների համար եւ այդ մարդիկ արդեն փորձելով թե իսկապես իրենց ապացուցում են որ Հայաստանը իրենց բիզնեսի համար փոքր երկիր է եւ թե իրանք դրա հետ կապված բավականին գումարներ են կորցրել, որովհետև Հայաստանում բիզնես դնելը իմ կարծիքով էլ արդեն մի քիչ դժվարացել է, որովհետև իսկապես որոշ բիզնեսներ կան, որ մենաշնորհյալ են դարձել, եւ այդ մենաշնորհյալ բիզնեսները ունենալով փոքր եւ միջին խավին բավականին մեծ վնասներ է հասցնում։ Ես կարող եմ ասեմ Հայաստանում բիզնես ստեղծելը հատուկ ոճ ունի, եւ դա միայն Հայաստանի որոշ անձնավորությունների համար է եւ դա բնիկ հայաստանցիների համար իսկ եթե արտասահմանից որևէ մեկը խոշոր բիզնեսի նպատակով է գալիս Հայաստան երկար ժամանակ չի տևում եւ շատ կարճ ժամանակվա մեջ ինքը կամ վնասներ կամ բիզնեսը ձեռքից տալիս է եւ դա ցավոք սրտի ամենամեծ հարվածներից է որ թե Հայաստանի տնտեսությանը եւ թե օտար երկրացիներին է հասնում եւ իրենք շատ վատ տպավորություններով այս երկիրը թողնում եւ դա սազական չի մեր երկրին եւ մեր ազգին